հրավիրել, Ժանետ Քույր Մելքոնյանը խնդրեց, որ մենք մեր սխալ բռնարամ, առաքելական հանքանակը կոպի ունենք և ամեն մեկս ունենանք։ Եվ Ժանետ Քույրը մեկուկես շամ անցի կպնավի, քանի որ իր դունը դագավին այս գրակներու երեցեն պատրաստ չէ։ Բայց այդտեղեն ի վեր իր աղջիկները քշեցին զինքը հոսպերին, որովհետեւ այսօրվա պատկանը դա, որովհետև դերը իր սրտին վրա այս պատկանը ծրած էր 2 ամիսներ առաջ, սակայն ձուկի գործողություն ունենալով չգրծավ էլ, բայց Փարքաստոյի մամոտքի վրա է եւ կարող է, ինչպես գիտեք, Ժանետ Քույր Մելքոնյանը Ջան Մելքոնյան վերապատվելի դիգինն է եւ 2 սիրասուն իմաստուն աղջիկներ ունին Դորիս եւ Արդա։ Հիմա արիթը գուտամ իրեն, որպեսզի ինչ որ դերը քու սրտիդ վրա դրած է սիրելի Ժանետ Քույր մեզի հետ հաղորդեցնեն։ Արդյոք օքեյ բիլա բոլոր ժամը ոտքի գենալըտ։ Ոտքի գենալըտ օքեյ բիլա։ Բրավո, բրավո։ Սիրելիներ, ինչպես ասեմ, որ ծեր գարոցած եմ։ Ես ծեր գարոտը գարնեմ, ամեն առավոտում բաշտամունքի սատելը, այս դիրեկտորին, այդ շերը կթարցրեմ, ամեն մեկը կհիշեմ, գաղոտ եմ, վստահ եմ, որ դու գալ ինձ համար գաղոտ եմ։ 5 շաբաթները ի վեր մենք բանթոգի մեջ ունենք, և բանթոգը 70 մղոն կասեդինային հարավել։ Այսօր, usually, սովորաբար, 1 ժամ քառորդ, 1.5 ժամ գարներ քարը, այսօր 2 ժամ քառորդ հարավ։ Հազիվ թելքացա, և ակնոցս տունը մորցած էի, աղջիկս պերավ ինձի հանցրեց հիմա։ Գարոցած եմ սեզ, իրարու հարկը կիտնանք, իրար վայելեք այս կարճ աշխարհի մեջ, ուրիշ վայեկներ երկրորդական թողորնան, մեր աստծո զավակներու հետ մեր հարաբերությունը տոկունանլան։ Այսօրվան իմ լույսս է Հիսուս Քրիստոս մեր անսասան դեմը, ինչպես որ երկեցինք, դերն է մեր դեմ ուր կբաղվենք, մեր անսասան դեմն է։ Երբ աշակերտ էի կենտրոնական բարձրագույն վարժարան, Էշվելի է, աշխարհագրության տասը շատ սիրած տասերից մեկն էր, որ ինձ կհիշեցներ Աստծո ստեղծագործությունը, լեռները և ծովերը, քեդերը և ջրվեժները, քարայրները և ժայռերը, նաեւ արևը, լուսինը և աստղերը։ Սա ասեմ, որ անգլերեն տասը քրականությունը և պատմությունը առաջնագակ եղած էր ինձի։ Եվ կյանքիս ամբողջ տարիներուն, ուր որ ուսուցչություն հրած է, անգլերեն լեզուն տասավան տասեմ։ Եվ 7 տարիներ ծառայել է ետքը հայ ավետարանական կոլեջի մեջ, որպես անգլերեն լեզվի ուսուցիչ, ամուսնացա պատվերի Հովհաննես Մելքոնյանի հետ, որ հովիվն էր անջարի հայ ավետարանական եկեղեցվով և փոխտնօրենը բարձրագույն վարժարանի։ Թե իր սորեգոտիկ և թե գիշերօրթիկ աշակերտներուն պատասխանատուն էր։ Միանգամայն ես անգլերեն լեզվի տասախոս էի, 4 տարիներ ծառայեցի երկրորդական տասարանի անգլերեն սորվեցներով։ Ամեն ուրբաթ աշակերտները արձակել են ետք, քաղաք գիչնեինք մեր փոքր Volkswagen-ով, ներկա ըլլալու հովիվներու ժողովին, որ դեղի կունենար կամ հովիվի դան մեջ, կամ հովիվի գրասենյակի մեջը։ Մինչ պատվերին կմասնակցեր ժողովի, ես շաբթվան ուտեսեղենը գաբահով էի։ Սա ասեմ, որ սմրան սուրտ եղանակին դժվար էր գտնել
պանչարերեն և բդուղ անջարի մեջ։ Անջարի ժողովուրդը, դեղացի ժողովուրդը իրենց բարդեզներ ունեին և գցանեին ու գհանցեին։ Մենք բարդեզ չունեինք, անոր համար շատ դժվար է պանչարերեն գտնելը։ Բեյրութ կիչնեի և Բեյրութեն կքնեի կպերեի։ Անոնք կոհանային իրենց բարդեզի պերքեն։ Անջար և բեկայի թաշտի մեջ քյուղ մնե, որ մուսա լերան ժողովուրդը, քաղաքականները եկած են և հոնհաստատված են։ Ուրեմն անջարեն Բեյրութ իջնելու միակ ջամփան Դահր Բայդարի Սինաբադ լերներել անոր շուրջը պետք էր թարնայինք։ Միակ ջամփան ադեր, շտորայեն, զարլեյեն, Բեյրութ իջնելու համար լերան ստորոդեն պետք է որ վարիչնեինք։ Եվ ես կթիդեի, միջվածերին կքշեր մեր փոքր Volkswagen-ը, ես կթիդեի լերները, սորերը և կհիանայան ստեղծագործության։ Բայց առավելապար միասունս կերտար ժայռերում։ Երբեմն առանցին, երբեմն խմբովին, երկնասրած ժայռեր։ Անջար սպոսաշրջիկներու քյուղմներ, պարս քյուղմը չէր, սպոսաշրջիկներ գուկային ազ քյուղը միշտ երուզեր կավ։ Քյուղը գայցել էին եկեղեցու տիկինները, աշակերտներ, միօրգար դպրոցի աշակերտներ և ընկերություններ, գուկային քյուղը գայցել էին, անկևերջը ագը գերտային, հոնլավ ժամանակ մգունենային։ Քետ տարին անգամ մնա մեր միությունը, հայ ավետարանական եկեղեցիները, միության անդամները եկեղեցի գայցել էին և ներկա գլային մեր եկեղեցու աղոթաժողովին, Կիրակի արդվա բաշտավունքին։ Նույնպես AMA-ը տարին անգամ քննության գուկար կհետաքրքրվեր որ դպրոցը ինչ վիճակի մեջ է, after all դպրոցը AMA-ի կպատկանի։ Ամեն ուրբաթ աշակերտները արձակել են վերջ, քաղաքիչնեինք մեր փոքր Volkswagen-ով, ինչպես ասի ներկա ըլլա հովիվներու ժողովին, ասի կարևոր պաբաներ, որ բոլոր հովիվները միացնապար համախմբվին և աղոթել։ Ես այլ Volkswagen-ով երբ որ ամուսինս կքշեր, լերները կթիդեի, աչքիս կզարներ ժայռերը և կուզեի, որ իջնեմ այդ ժայռերը նկարեմ, սակայն այդ կարելի չեղավ, ջամփան այնքան նեղ էր, որ չէի գնալ և մի քանի ժայռեր նկարել, ասոր համար շատ ծավ կզգայի, որ ես այդ քեղեցիկ ժայռերեն նկարումը չունիմ։ Քանի մտարիներ ես, երբ որ Բեյրութ փոխադրվեցան, պետք է Բեյրութ գայինք, ժամանակն էր, որ Բեյրութ իջնեին, բակվելին Ամերիկա վերնեցավ և Pasadena Nazarene College ուսանելու եկավ, որ ներկայիս Point Loma University-ն է։ Ես մնացի երկու փոքրիկներով, 4 ամսու արդան և 2 տարեկան Դորիսը և ես ասոց պատասխանատու էի։ Բաժանումը թյուրին չեղավ, բաժանումը թարն էր, ապական անորոշ էր, նյութական ոչ մեկ ապահովություն ունեի և երկու փոքրիկներու պատասխանատվությունը ուսերուս վրա։ Երկրավոր հայրը ունիմ և երկրավոր հայրը ունիմ։ Երկրավոր հայրս սիրով հոգած մեզի այդ դժվար տարին։ Քանի որ ամառը անքայն խիստ տաք կլար, ուզեց, որ մենք ամարանոց երթանք և մեզի մրուժեն դուրմը բարձեց։ Մրուժը քյուղ մնեք, շատերդ քիդեք լերդերուն վրա, քեղեցիկ քյուղ մնեք, օթափոխության գուկանացի և մենք այդ քյուղը բարձրացանք։ Մրուժ մեր դան կովեն ջամփամը թևի ծորը իջներ, գտեսնեի երթևեկը, որ մոփոքրքներուն սերքեն թռնած,
Ես ալ իշխացորը և ջափու եզերքին թարսյալ ժայրեր դեսա։ Թարսյալ ժայրեր իմ ուշադրությունս կրավեցին։ Սակայն ոչ թե միայն Աստծո ստեղծագործությունը կտեսնեի, այլ այս ժայրերը պատկամը ունեին ինձի, ըսելիքմը ունեին ինձի, և ես հիշեցի Դավիթ թագավորի Աստծո վրա ունեցած հավատքը։ Հիմա ինչպես կտեսնեք փոքրիկ Ардան և Դորիսը ժայրերու վրա։ Ինչպես կրծած ժայրերու վրա բարձրանալ չեմ գիտեր, բարձրացա և իրենց պատվիրեցի, որ բնավ չշարժի, վար մի դիչնեն սետ պիտի նկարել։ Եվ այս սաղմոսը միտքս եկավ, և որ այդ ժայրը տեսար, փոքրիկները ժայրը հանեցի։ Սաղմոս 27-5-րդ կողմի մեջ կգարտամ, 16-րդ մեջ իր բնակարանի մեջ պիտի պահեզից, իր ուրանին ծածկոցովս ինձ պիտի ծածկել ու բեմի վրա պիտի հաստատեսից։ Հիմա չրին չէ ասիկալս, անօգնական էի, այդ ժայրը տեսա, այդ ժայրը խոսեցավ ինձի, և Դավիթի աղոթքը միտքս եկավ, և հավատացի, որ չար օրվա մեջ ինքս ես պիտի պաշտպանել։ Հաշորդ օրը ինչպես դարձյալ նույն ծավին տակմը եկանք և նորեն նկարեցեց իրեն և նկարել ես վերջը աղոթներ ըրի, այն աղոթները, որ Դավիթ թագավորը ըրավ, երբ որ փախստական էր։ Եվ այս աղոթքը իջներեն վերջը իրենց սերքերը բռնեցի ևսի The Lord is my rock and my salvation. The Lord is my rock and my salvation. Դերը իմ հովիվս ու իմ աղավենս է։ Ես անոր կհուսամ։ Դերը իմ աղավենս, իմ փրկիչս է։ Միակ հույսս ինքն է։ Աստվածաշունչը դեր փարը կներկայացնե, դերը որպես դեմ կներկայացնե, և դեմ փարը 33 անգամներ գրկնված է Աստվածաշունչի մեջը։ Գիտեք, որ Սաղմոսակիրքը հրյա ժողովրդին աղոթակիրքն է։ Անոնք կերքեին այդ սաղմոսները, երբ որ դաջարը կմտնեին, այդ աստիճաներեն, երբ որ կբարձրանային, սաղմոսներ կերքեին։ Եվ այս սաղմոսակիրքի մեջը 150 սաղմոսներուն, գիտեք, 73 հատը Դավիթ ինքը գրած է։ Եվ ամեն սաղմոսակիրքը քիրկը ունի, որուն մեջը 30 արակներ կան, արագացեն և 50 սաղմոսներ։ Օրական 3 սաղմոս կգարտամ և 1 քրող արագած քիրքեր կգարտամ։ Այս քիրքը ինձի նվիրված է և ես ասոր ասիկա տարին քոնե 1 անգամ կգարտամ 30 արագած one chapter from Aragaz և 3 chapter սաղմոսները։ Դավիթ արգասախնդրական կյանք ունեցավ, մեզի չի փախտատվեր, հովիվ էր և ոչխարներ կարած էր հետի կլորներուն վրա։ Մի անգամայն ան երաժիշտ էր, իր սրինքով կնվակ էր և թե երաժիշտ մներ, թե կրակետ մներ։ Այս ուղղությամբ ասեմ, որ տարիներ առաջ ձովը ճամփորդությունը ունեցա թեպի Նորվեգ, Սվիդեն, Նորվեգիա և Շվեդ։ Երբ որ Նորվեգիա եկանք, հոն փափակեցա, որ լսնեմ այն սրահը, որ Նոբելյան մրցանակները կտրվի։ Մտանք սրահը, քերեցիկ սրահ մներ, հոն բոլոր անոն տորոն, ուշակրավ, քյութմը, քրագանությունը, միտմը ունի, քրազ են, այն հոն գահավակին տարին անգամը և մրցանակներ կուտան։ Խաղաղության համար, քրագանության մեջ
գիտության մեջը, թերորայքի մեջը, ինչ բանի մեջ որ ներծում ունեցած այդ անձը անոր մրցանակ մգուտան։ Անգե վերջը շուետ կացին, նավը մտան, շուետ եկան, և շուետ պապակեցա թանկարանը դեսնել։ Այն թանկարանը, ուր մրցանակները, ուր կրողներուն մրցանակները տրված են և կրկույթները տրված են։ Երբ որ ներկայացա, երբ որ մտա սրահը, Քարտուղարուին ներկայացա, ասի որ մենք եկանք որպեսի թանկարանը մտտենք։ Ասա որ շատ լավ և ես պաչկերս վերցուցի, տեսա երգաթե սրկիրր գլորակ թարցով թել մգա, որ մեկ թուղթեր կախված են։ Ասի ինչ են ասում, ասիգա ասավ անոնք որոնք հացարիկ քյութմը կդած են, անոնց անունները և անոնց քյութերը տրված են։ Շատ հետաքրքրական էր, քանի որ կդառնար ասպես և կգարտային որոնք Նոբելյան մրցանակը, Ալֆրեդ Նոբելի մրցանակը ստացած են։ Քիչ վերջը հոգնեցա գայնել աթոր մգար, նստեցա վրան, քարտուղարուին ասա, որ ելիր ասա, ինչու ասի, ելիր նայեթե թուն որ աթորին վրան ստացեց, որոն աթորին վրան, աթորը ապսայդան թարցուցի, դեսա այն անձը մեգումը անունը, որ քիթմը կդարձ է և իր անունը այդ աթորը իրեն նվիրված է։ Երբ որ այս հոնեի աղջիկներն ասի, որ եթե Թավիթ թագավոր մեր օրերուն ապրած լար, շատ հավանաբար ինքնար Նոբելյան մրցանակի պիտի արժանանա քրականության մեջ։ Այս տեսակ անցմներ Թավիթ, սակայն սավու կնախանցել իրեն, գադեր զինքը, և գուզեր մերսներ զինքը, և շատ փորձեր ըրավ զինքը մերսներու համար, նույնիսկ փանակը ղրտել իր դունը, որպեսզի զինքը մերսներ և ինքը ազատի։ Պալատի պաշտոնյաները հաջող Թավիթ է, քանի որ այսպես գտակնաբեր ինքը, տակնաբաց ժամանակ Թավիթի պաշտոնյաները Սավողի պաշտոնյաների մեկը կղրգեին պլուրները, որպեսի կա նվակ է, որպեսի Սավողի հոգին անտարդ է։ Եվ կուքար, և կնվակ է, այս կխորիկ, որ կհանթարդ էր Սավողի հոգին, չեր հանթարդ էր։ Գնախանցիր Թավիթի, կադեր զինքեր, և մինչ Թավիթ կնվակ էր, անգամ Սավող իր նիզակը նետեց Թավիթի վրա, և Թավիթի երկու անգամ մահափորձ է արտատեսավ։ Երկու անգամներ ուզեց ինքը իր սերկով ու մերսունել, քանի որ փամագը չի մերսուց և ինքն լերները փախավ։ Ուսի Թավիթ լերները փախավ և քարայրի մեջ ապաստանեցավ։ Եվ այս սարմոսը ինձի ապավեմ դեր ինձի ապավեմ և դեմ եղիր, վասնզի իմ բեմս ու պերտս թունես։ Թարցյալ Թավիթի աղոթներեն մեկը երկրի ծայրեն քեզ պիտի կանչեմ ու սրտիս մարելու ադենի ինձ մեր բարձրակույն բեմին առաջնորդեցիս։ Ամեն։ Փաղստական կյանքին վերջ տալու համար Թավիթ ստացված երգիրը փախավ, օգնեցավ ժայռերու, քարայրերու մեջ պարտել են և փաղստացված երգիրը և հոն ապրեցավ 15 ամիսներ, ինչ ըրավ որ կխորի, այդ 15 ամիսներուն մեկ հատ ես սաղմոսմը չի կրեց, հոն ծավայեց փղշտացիներուն, հույս չուներ, կբախնար, որ սաղմոսիկը պիտի մերցնեն, լերները, ժայրերը բախվեցավ, սաղմոսներ կրեց, բայց դակավին վախը կար, որ սաղմոսին կլավ մերցնել։ Թավիթ
փախստական էր, Սավողի ամբողջ կյանքին ընթացքին, սակայն Սավողի մահին ետքը Իսրայելի թագավորը եղավ, փարափարեց Աստված ըսելով, դերը ձեռեցավ ինձի ու լսեց իմ աղաղակս, ես զիս կորսյան փոսեն, աղմգալից կաբել հանես ու ոտքերս դևին վրա ամրացուս և իմ քալվածքս հաստատեց։ Արդյոք այս բարակային հարցումը կա, որոնք պետք է պատասխանեն բոլորըսալ։ Ինչ է այն դեմը, որու վրա հաստատված եք։ Մեր ընտանիքի անդամներն է, մեր վարած պաշտոնն է, մեր ունեցած համբավն է, անցյալի և կամ մեր նյութականն է։ Ինչ է մեր դեմը, որում վրա մենք հաստատված ենք և կհաստատենք մեր կյանքը։ Կրնանք Դավիթի պես ասել, դերը իմ դեմս ու իմ ապավենս է և իմ փրկությունս է։ Ամեն։ Քանի որ աշխարհագրության տասը շատ կսիրեի, շատ կսիրեն ճամփորդել։ Շատ երկիրներ բդդած են, չեմ գնար հաշվել հիմա, բայց վերջին անգամը Michigan էինք, Michigan նահանգին, Superior Region եզերքը, ժայրեր լեսա, իրենց քերեցիկ ներգված ըլլալուն համար կգոչվի picture, նգարված ժայրեր, հազարավոր մարդիկ կուկան և այս ժայրերը կնգարեն։ Ես ադնգարեցի անշուշտ, անոնք ժայրեր են քունավոր, անոնք ոչ է մարդու ցերքով ներգված ժայրեր են, անոնք քունավոր ժայրեր են հանքային նյութերով ներգված։ Ուրգե են այս հանքային նյութերը, լիջին եզերք կանգնած են, լիջին շորերը գավեն և իրենց մեջի հանքերը գահալին ու վարգիչն են։ Եվ այս ժայրեր են գարմը մեդաղներու գաթիները նգադեցի, ջերմակ, գարմիր, վարդակույն, սևորակ, որ ինչ որ է այդ նյութը անոր գաթիները իշած են ասպես և կուքան մարդիկ կնգարեն, հիանալի պետեսարան մնե, ժայր մնե, որ ինքը կնգարի, ինքնով նգարված է։ Եվ ասիկա ինձ հիշել դվավ մեր դեմը, դեր Հիսուսը, որում վրա հաստատված ենք, որում մեր կփխի սեր, խնդություն, կարեկցություն, փրկություն և արդարություն։ Եվ այս բոլորը, երբ որ մենք կընդունենք, մեր այդ անսասան դեմեն մեր կյանքը կլա բդրապեր։ Պետրոս Արաքյալ Հիսուսը կանվանե գենթանի դեմը։ Եվ կգարթան, որ առաջին Պետրոս երկրորդ չորրորդ համարի մեջ է, որ թեպետ մարդոցմե անարկվեցավ, բայց ասուսմե ընդրված և բատվական է։ Դերն է մեր դեմը, մեր հաստատուն դեմը, մեր անշարժ դեմը, ամեն բան շարժում է, բայց միակ հաստատ բանը մեր կյանքի մեջ է մեր դերն է։ Ամեն։ Շնորհակալ եմ Ջանետ, շատ կարևոր նյութին համար, ինչպես ես դեպի անգամ